Դուք ձեր ոլորտում ամենաճանաչվածն եք, ամենապահանջվածը, ձեր բնավորության, որ գծերին եք պարտական այս հաջողության համար։ Կարող եմ պարծանքով ասել, որ ձեռքս թեթև է։ Հայտարարում եմ ձեզ օրինական այր եւ կին։ Շատ հաճախ տեսնում եք հուզված հարսիկներ, կաշկանդված փեսաներ։ Կարելի ասել, այս վերջի տարիներին ես հուզված ոչ մեկին չեմ տեսնում։ Ինչ է պետք ամուր ընտանիք ունենալու համար եւ ինչ եք իրենց խորհուրդ տալիս։ Փոխվստահություն եւ փոխզիջում, Որպեսզի տարվա բոլոր եղանակներին տանը լինի արևային եղանակ։ Դամից ավելի շատ կախված կնոջից թե տղամարդուց։ Ինչպես ասում են, տղամարդը գլուխն է, կինը վիզը, երևի կնոջից։ Ձեր ամուսինը նույնպես իրավաբան է։ Այո, Երկու իրավաբան տանը իրար օգնում են թե խանգարում։ կայծա։ Տան ունեք անկյուն, որտեղից դուք էներգիա եք ստանում։ Կարելի ասել, ես էներգիա ամեն ինչից եմ ստանում։ Ով է ձեր համար հայելին։ Ժողովրդի մեջ կա ասացված, որ հայելին չարիք է, բայց ինձ համար հայելին դա չքնաղ երևույթ է։ Ամբողջ իմ տունը պատած է հայելիներով։ Ինչ է նշանակում լինել ուժեղ կին։ Ուժեղ կին լինելը դա ռեալիստ լինելն է։ Իսկ կյանքը ինչի համար կարելի է սիրել։ Կյանքը կարելի է սիրել իր վատ եւ լավ կողմերով։ Չեմ ցանկանա որևէ մեկի կյանքում լինեն կորուստներ, թող լինեն միայն ձեռքբերումներ, քանի որ մենք ձեռքբերումներով ենք ուրախանում, հիշողություններ սարքում եւ ապրում այդ հիշողություններով։